Սիրյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում Արմոյի խաղը մտնում է ամենավտանգավոր փուլն ու հենց այստեղ պատմությունը դառնում է առավել խճճված, հոգեբանական ու ցավոտ բոլոր կերպարների համար։ Արմոն շատ լավ հասկանում է, որ Նարեին ուղղակի վնասելով չի հասնի իր նպատակին, նրա նպատակն ավելի խորն է՝ կոտրել Նարեին ներսից, փլուզել նրա ընտանիքը և միաժամանակ ոչնչացնել Հայկին, զրկելով նրան ճշմարտությունից։ Այդ պատճառով էլ Արմոն հանում է ամենախելամիտ, բայց նաև ամենանենգ քայլը. նա Հայկին է ուղարկում Քաջիկի նամակը։ Նամակը ցնցող է, այնտեղ գրված է, որ Աշոտին սպանել է հենց Քաջիկը։ Սա մեկ բացահայտում, որ պարզ դարձավ Հայկին ու Միքոյին, որ նրանց հայրը ոչ թե լքել է իրենց, այլ սպանվել է դավաճանության արդյունքում։ Բայց Քաջիկը այդ նամակում խոստովանել է, որ ինքն է թաղել և տարիներ շարունակ ապրել այդ մեղքի ծանրության տակ։ Հայկի համար բնականաբար սա նոր հարված է, ամբողջ կյանքում նա փնտրել է հորը, իսկ հիմա ստանում է մի նամակ, որը կարծես վերջնական պատասխան է տալիս։ Բայց հենց այստեղ սկսվում են հակասությունները։ Լալայի պատմությունը բոլորովին այլ է, նա վստահ ասում է, որ Աշոտին սպանել է Սաքոն։ Նրա խոսքում կա հստակություն, հիշողություններ, մանրամասներ, որոնք դժվար է հորինել։ Իսկ հիմա Քաջիկի նամակը, որը ամբողջովին փլուզում է այդ վարկածը։ Սերիալի մյուս կերպարների համար սա տարօրինակ է թվում։ Քաջիկը երբեք կոնֆլիկտ չի ունեցել Սաքոյի կամ Աշոտի հետ։ Նա չի եղել այն մարդ, ով կարող էր գնալ այդպիսի ծայրահեղ քայլի, և ամենակարևորը՝ Քաջիկի բնավորությունը բոլորին հայտնի է։ Նա մարդասպան չէր։ Այստեղ հեռուստադիտողը սկսում է ավելի հստակ տեսնել Արմոյի ձեռագիրը։ Արմոն չի ստեղծում նոր ճշմարտություն, նա աղավաղում է եղածը։ Ամենայն հավանականությամբ նա փոխել է Քաջիկի նամակը կամ օգտագործել է նրա անունը կեղծ խոստովանություն ստեղծելու համար։ Իսկ իրական անփոփոխ նամակը Արմոն պահում է իր մոտ, որպես ամենաուժեղ խաղաքարտ։ Հայկը հայտնվում է ծանր ընտրության առաջ։ Նա հավատալու է թղթին, փաստին, գրված խոսքին, թե մարդկանց աչքերին, ապրումներին ու զգացողություններին։ Բայց Հայկի հոգեվիճակը թույլ չի տալիս սառնասրտորեն մտածել։ Նա արդեն իսկ իրեն խաբված է զգում։ Նա իրեն մեղադրում է, որ այսքան տարիներ նա մեղադրել է հորը, և հիմա հրատապ է դառնում Նարեի հորաքրոջը գտնելը։ Նարեի համար այս իրավիճակը դառնալու է ճակատագրական։ Նա հասկանում է, որ Արմոն քայլ առ քայլ ոչնչացնում է իրեն։ Եթե Հայկը հավատա նամակին, ապա Նարեի լռությունը կթվա կրկնակի դավաճանություն։ Նա ոչ միայն թաքցրել է Լալայի վերադարձը, այլ նաև թույլ է տվել, որ Հայկն ապրի կեղծ ճշմարտության մեջ։ Իսկ եթե ճշմարտությունը բացահայտվի, կբացահայտվի նաև Սաքոյի մեղքը, և այդ դեպքում Նարեի ընտանիքը վերջնականապես կփլուզվի։ Վերջին շրջանում էլ պարզ դարձավ, որ Նարեն որոշել է վերադառնալ հոր մոտ և նրա կողքին լինել, ոչ թե թույլ տալ, որ Լալան ոչնչացնի իրենց։ Սաքոն սկսում է հասկանալ, որ օղակը գնալով սեղմվում է իր շուրջ։ Նա զգում է, որ Արմոն այլևս չի վերահսկվում, և իր անցյալը դուրս է գալիս ստվերից։ Նրա հիվանդությունն այստեղ դառնում է ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեբանական պատիժ։ Նա ապրում է վախի մեջ, սպասելով այն պահին, երբ ամեն ինչ կբացահայտվի։ Այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ ճշմարտությունը հիմա ոչ մեկի ձեռքում չէ, բացի Արմոյից։ Նա է որոշում ով ինչ կիմանա, երբ և ինչ գնով, և հենց դա է սերիալի ամենալարված կետը։ Ոչ թե սպանությունն ինքնին, այլ այն, թե ինչպես է ճշմարտությունը դառնում զենք։ Առաջիկա սերիաներում պարզ կդառնա՝ կկարողանա արդյոք Հայկը զգալ կեղծիքի հոտը, կհամարձակվի Նարեն վերջապես խոսել, թե Արմոն կհասնի իր նպատակին ու կկործանի բոլորին մեկ նամակի միջոցով։ «Հարսնաձորի լեգենդը» հենց այս պահին մտնում է իր ամենամութ ու ամենահուզիչ փուլը, որտեղ յուրաքանչյուր բացահայտում կարող է դառնալ նոր ողբերգության սկիզբը։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ինչ եք կարծում, արդյոք Արմոն իսկապես փոխել է Քաջիկի նամակը, թե Քաջիկն իսկապես այդ նամակում ողջ մեղքի բաժինը վերցրել է իր վրա ու որոշել պատասխան տալ Սաքոյի մեղքերի համար։ Իհարկե Քաջիկն էլ ունի իր մեղքի բաժինը, որ այսքան տարիներ թաքցրել է, ապրել այդ
խաբեության բեռի տակ, կորցրել իր զավակին միայն նրա համար, որ որոշել է Սաքոյի գաղտնիքը թաքցնել, և իհարկե այս և այլ շատ հարցեր շատ շուտով կստանան իրենց պատասխանները։ Չմոռանաք նաև գրել, թե այս սերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ավելի շատ հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Գրեք, կիսվեք ձեր կարծիքներով ու սպասեք նոր ինտրիգային տեսանյութերի, որոնց միջոցով կբացենք շատ ավելի հետաքրքիր գաղտնիքներ։